Բարի լույսելի հեռուստադիտողներ, բարի լույսելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության ուղիղ եթերում մենք մեր աշխատանքը սկսեցինք, մնացեք մեզ հետ, հետաքրքիր եթեր է սպասվում, հետաքրքիր հյուրերով եւ իհարկե նաեւ համեղ խոհանոցով։ Լույս բարի սիրելի հեռուստադիտողներ, մեր տրամադրությունն էլ եղանակի նման բարձր է, մինչև 25 աստիճան տաքություն է խոստանում կեսօրին եղանակը եւ առանց տեղումների 4-ից 7 աստիճանով բարձրանալու է, բոլորիս բախտը բերեց, էլ նավակներով արագ չենք ունենա մի քանի օր առաջի 4 օրը։ Մնացած դեպքերում ինձ թվում է կարելի է վաճառել բոլոր մեքենաները եւ գնել, ինչ են ասում դրանց։ Գոնդոլաներ։ Չէ։ Մեծ գրուզավիկների նման։ Հա։ Ասենք թե, տենց մեքենա գնեք ու այդ մարդուն մի մեղադրեք գործը չանելու կամ անելու մեջ։ Ձեր հարցերը եղունգ ունեք, գլուխներդ քորեք, մեծ մարդիկ եք։ Ինչ եք տենց մեքենաներ գնում։ Ընդհանրապես ինչ եք մեքենա գնում։ Այն մեքենով էր, որ նավակով դուրս էր եկել։ Չգիտեմ, բայց հումորն էլ է այս ամեն ինչի մեջ շատ։ Դե ասում ամեն ինչ այսքան տխուր չէր լինի, եթե այսքան ծիծաղելի չլիներ, բայց քանի որ ասում է ինչ ցանել ենք, այն էլ հնձում ենք եւ իրականում ոչինչ էլ չի փոխվելու, որովհետեւ ոչ մեկ դրա համար ոչինչ չի էլ պահանջում։ Ես ընդհանրապես կարող եմ ուղակի ինչպես Facebook-յան հարթակում է բնորոշ հումորներ անել, ծիծաղել ու անցնել առաջ, բայց իրականում շատ լուրջ եմ ասում, այն խեղճ մարդու նման մի թողեք մեքենան տես ջրի մեջ ու թողեք գնացեք այն որ մի տեսակ հիշեցի թքած ունենալու նուրբ արվեստը ստեղծագործությունը ինչպես կարելի է պարզապես դել եթե ոչինչ չկա անելու իսկ դուք սիրելի կանայք կոտորվեցինք ասելով մի հագեք ձեր բարձրակրունկները կամ այն ռեզինի բաները հագեք ու մանեք որովհետև երբեք չգիտեք ինչ կլինի Երևանում ու ոչ մեկի մի մեղադրեք եղավ Համապատասխան հագնվեք եղանակին, այո, եւ համապատասխան մեքենաներ վարեք Երևանում։ Ինչ է նշանակում, տես ցածր բան մեքենաներ եք առել, որտեղ ընդեղ եք գնում։ Կամ լողի գնացեք։ Լողի գնացեք։ Կամ լողի գնացեք։ Լողի գնացեք, որովհետեւ ամեն դեպքում եթե մեքենա ունեք, ինչ որ մի օր դա ինչ որ միտեղ պետք է խափանվի եւ պետք է լողալով դուրս գաք դուք այդ։ Ես բայց ուրիշ բանից եմ անհանգիստ։ Ալենից եմ անհանգիստ։ Ալեննովա։ Սիմոնյան։ Ինչ ես դու իրանից անհանգիստ։ Բա ոնց էր կասկադ գնալու քայլեր։ Հիմա դե ախրանիկները ինչ անեին, գրկեին, թրծնեին, ինչ անեին։ Խայտարակ վիճակ, այդ մարդը հիմա ձեր պատճառով, այդ մարդը չի չափ զբոսնելու։ Այնտեղ խայտարակ վիճակ է։ Որտեղից գիտես որ Ալենը պետքա գնա կասկադ քայլելու։ Երբ իջնում տեսնում եմ։ Հա։ Լավ եղանակին այդ մարդը գնում քայլելու ինչ ես բան։ Ինչ վատ եղանակ է, որ երեք։ Հիմա որ օրինակ չլիներ բան, ջրհեղեղ, ընտիր եղանակ է, անձրև է, գարուն է։ Հա, այդպես է։ Որ պատերազմներ չլինի, խաղաղությունը կա ու կա։ Այո։ Գիշերը տեղյակ ես ինչ էր կատարում, կամ քաղաքական հաղորդում է դառնում մեր հաղորդում, բայց գիշերը տեսար ինչ էր կատարվում։ Չէ, ինչ է եղել։ Ոնց, Հնդկաստանն ու Պակիստանը իրար են ուտում։ Հա, այսինքն երրորդ համաշխարհայինը այնուամենայնիվ քրտներից տակ է։ Շատ տարօրինակ է այդ արտահայտությունը, այսօր արդեն 4-րդ անգամ եմ լսում, երրորդ համաշխարհայինը վաղուց սկսվել է, դուք տեղյակ չեք, այո։ Դրա հետ էլ եմ համաձայն, նախորդ անգամ մենք էլ էինք ընկերներով այդ մասին խոսում, որ հիմա լինելու է երրորդ համաշխարհայինը, թե ոչ, եւ բոլորը սենց միասին ասացինք, բայց ոնց թե լինելու է։ 20 թվականից ասեմ Հայաստան ու այն ճշտամի երկիրը որ սկսեցինք մենք իրար հետ պատերազմել, այսինքն մեզ հետ սկսեցին պատերազմել, հետո այդ օրվանից սկսեց երրորդ համաշխարհայինը։ Իսկ դուք բողոքում եք անձրևից կամ ձեր մեքենաների փչանալուց։ Մերձավոր Արևելքում պատերազմ է։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ է, Հայաստանը ճշտամիների հետ պատերազմական իրավիճակում է, Հնդկաստան-Պակիստան պատերազմ է։ Ռուսային Կորեան օգնում է Ռուսաստանին պատերազմական գործողություններում, Ամերիկան ամբողջ Եվրոպայի հետ օգնում է Ուկրաինային, ուզում եմ հասկանամ այդ Չիլին, որ չկա է, ոչ միտեղ չի երևում, այդտեղ եք սարմացել։ Հա, այնտեղ չկա, մի երկու տեղ չկա, հա։ Հեսա մի բան կանեն, բայց։ Կլինի։ Իշոնի վեճա։ Դե չգիտեմ, ասում ես էլ է փողաշխատելու ձև, թե վերացնելու ձև։ Իհարկե ամենամեծ փողաշխատելու ձևը սա է, որովհետև երբ որ զենք է կուտակվում ասահմանափակ, դա մսխել է պետք։ Էն էլ է զարգացած, իբր զարգացած իրականության մեջ, որ ինչ ասես հորինում ենք։ Հեն որ ասում ու տարօրինակը գիտես, որ նա մենք զենքեր ենք հորինում,
Դե տենց աշխարհը լավ, եթե կարելի է տենց ասել, մեր երեխաներին սպանելու համար։ Ահա։ Չգիտես, այն որ ուզում ես ասես հիվանդությունները եւ ամեն ինչը այնա սպանում են, էլի, ինչ եք տենց շտապում։ Հիմա նայեք, ինչքան անիմաստ է պատերազմները, իհարկե սովորական մահկանացուների տեսանկյունից ես սիրում եմ այս խոսույթը, չեմ հիշում ռուսական անունը չեմ հիշում, որ գեներալներ ասում է ցանկացած պատերազմ դա տուպիկա ոնց է թարգմանում հայերեն։ Փակուղի է, որովհետև այդտեղ ոչ մի հարց չի լուծվում, վերջում մեկը նստում են եւ բանակցությունների միջոցով որոշում են տվյալ երկրի կամ տվյալ իրավիճակի կարգավիճակը։ Դե իսկ կարծում պատերազմի ընթացքում ընդհանրապես ամեն մեկը ցույց է տալիս իր ուժի հնարավորությունները եւ բանակցությունների ժամանակ ես քեզ հավատացնում եմ իրենք դրա համար ցանկացած պետություն ունի հատուկ ծառայություններ, ովքեր որ անընդհատ տարիների ընթացքում վերահսկում են թե ով ինչ ուժի տեր է, ով ինչ զենք ստեղծեց։ Դե միայն զենքի արկայությունը չի էլի նայեք։ Այդտեղ շատ մեծ գումարներ են ծախսվում, շատ մեծ գումարներ են գալիս, պատերազմը դա ամենամեծ բիզնեսն է ամբողջ աշխարհում, զենքի բիզնեսը, եւ այսպես եմ ես մտածում, որ հենց հիմա շատ մեծ գումարներ են աշխատում են մարդիկ, ովքեր որ այդ բիզնեսում ասել են։ Դրա համար Համաձայն եմ։ Բայց ինչ պետք է Ինչ են անելու։ Ալեքսանդր Մակեդոնացուց ավելի շատ են ունենալու։ Հա, դա չի քննարկում։ Աշխարհի կեսից ավելին իրենն էր։ Հա։ Հետո ասենք ամբողջ աշխարհի ինչ որ մեկինն է, հետո։ Ես ուզում հասկանալ։ Լավ, նորմալ է, որ մարդը կարող է ուզել լավ ապրել, գեղեցիկ ապրել կամ ցենց ասենք, հա։ Բայց սա դրա մասին չի, հա։ Բայց թող որ Աստված, հա, այնքան լինի հնարավորությունները եւ դա կարող էր լինել, եթե մենք չապրեինք այս տեսակ աշխարհում, որ Աստված մի արասցե որևէ հիվանդություն լիներ, դու բուժվելու հնարավորությունների մասին չմտածես, այդքան լիներ։ Որովհետեւ հիմա դե բանա, չէ՞, մարդ կա հացի փող չունի, երեք ես այդպիսի մի տեսանյութ էի նայում Հայաստանում, ես իմ որտեղ մի կին երկու երեխաների հետ այնքան էլ սիրուն աղջիկ երեխաներ ապրում է, ես իմ որտեղ ոչինչ չկա, ոչ հոսանք կա այդտեղ, ոչ մի բան այդ երեխեքի համար, ու այդ երեխեքը տենց տիկնիկել է, չգիտեն երևի ինչ բան է։ Հիմա մեկը տենց է ապրում, այն մեկն էլ, չգիտեմ, աշխարհի ամենաթանկ ռեստորաններն են հորինվում, չգիտեմ, հագուստները եւ այլն։ Հիմա համարենք, որ դուք ունեք ահավոր շատ փող։ Հետո չգիտեմ ես այդ հետոյի պատասխանը։ Դուք իմ հետ դուք ով ես խոսում, ինձ ես ասում։ Թե չէ, ընդհանուր։ Ես չգիտեմ դրա պատասխանը։ Անկամ երբ որ գա հիվանդությունը, չի էլ հարցնելու է դու ինչքան փող ունես։ Այ մարդ թեկուզ հիվանդ հարցրել եմ հիվանդությանը, չի հարցնում։ Այ մարդ, ասենք հիվանդությունը չի էլ գալու։ Լավ, ասենք ունես մի քանի տրիլիոն դոլար, չգիտեմ, 100 միլիարդ ունես։ Հա։ Հետո բարեգործություն էլ չեն անում, անում են, տենց մի երկու հատ տպավորություն թողելու համար, որ իրենց մասին խոսեն։ Հետո։ Դե չգիտեմ։ Հետո ավելի թանկ բանով կթաղվեն, չասեմ այդ բառը, էլի։ Չէ, սովորաբար այդպես չի լինում։ Ավելի թանկ, ավելի ինչքան շատ փող ա լինում, այնքան շատ խնդիրներ ա լինում եւ չուզողները շատ են լինում, վերջում այդ թանկ բանի մեջ չեն դնում։ Հուղարկավորության ժամանակ, այո։ Դա վերջի պատիժն է։ Ես այդ մի լավ բանն էի ուզում լիներ իրենց հետ, էլ չթողեցի։ Չէ, իրականում մարդը երևի թե հիվանդանում է, այսինքն ինչ որ մի պահել ստոպ հասկացողությունը չկա մոտը, ինքը ուղղակի դրանից հաճույք է ստանում ու ինքը արդեն ինքնահոսի գնում է։ Պատկերացնում ես, եթե ինքը օրինակ ոչ թե չարիք ստեղծի, ուղղակի վայելի է ինչ որ ունի։ Դե չէ, ինքը չար Եվ անգամ ոչ թե վայելի տենց 7 պորտով ստեղծելով, այլ թող երեխաների համար ստեղծի, թող մնացածն էլ իրենց համար ստեղծի։ Անշիկ, երբ որ լավ մարդը շատ փող է ունենում, ավելի լավն է դառնում, ինքը ավելի լավ բաներ է անում։ Երբ որ վատ մարդը շատ փող է ունենում, ինքը ավելի վատն է դառնում եւ ավելի շատ վատ բաներ է անում։ Դե անարդար է փաստորեն։ Երբեք արդարություն չի եղել եւ չի էլ լինելու արդարություն երբեք չփնտրել։ Երբեք։ Բա ինչ։ Դե որ արդարություն չկա, ինչի ենք մենք շարունակում լինել ինչ որ նորմերով։ Մեկը արդարություն չկա։ Ուղղակի դա մեզ օգնում է ավելի առաքինի ապրել երևի թե։ Ու այդքան է։ Բա հիմա այդ ենք ասում, բա մեզ ինչ է տալու դա։ Քո արձանը կանգնեցնելու են։ Ինձ պետք չի, ես դրա կարիք չունեմ։ Չէ, դրա համար հաստատ չեն կանգնեցնելու, ճիշտ է։ Հա, բայց ես դա ինձ համար եմ անում, ես դա չեմ անում, որ կողքից ինչ-որ մեկը տեսնի, ես դա անում եմ իմ համար, իմ ընտանիքի, իմ երեխու համար։ Որը չի գնահատվում։ Ընտանիքի կողմից գնահատվում է։
Մնացածի կողմից մնացածը առհասարակ իհարկե ներեցիք, բայց թքած ունեն թե դու ով ես, որտեղից ես, ինչ ես անում, ոնց ես ապրում եւ նշանակ իրենք թքած չունեն այնքան ժամանակ, քանի դեռ դու իրանց վրա գումար ես ծախսում։ Դե հա։ Հենց չես ծախսում, արդեն էլ հետաքրքիր չես։ Շատ ինչ-որ Փիլիսոփայեցինք, հա։ Փիլիսոփայական սկսեցինք, բայց դե իրականության մասին ենք խոսում։ Դե հիմա ոչ ենք ջրհեղեղներից խոսելու։ Դե ջրհեղեղներից խոսելու բան չկա, տեսնում ենք մենք։ Հիմա ես մեր արած սխալների մասին ոչ եմ խոսելու։ Ջրհեղեղը դուք եք մեղավոր։ Ես Դավիթը։ Ես եմ մեղավոր։ Սխալ մեքենաներ ես գնում։ Հետո այդ ժամերին քեզ ով է ասում տնից դուրս գաս։ Դե ես էլ տնից դուրս չեմ գալիս։ Ես զգում եմ գնանք աշխատանքի ես զգում եմ անձրև է գալիս, աչ եմ քաշում եւ կայանում։ Հա։ Հա։ Մինչեւ որ այն պահին, որ մեքենան կբարձրացնի եւ քշելով կտանի։ Բայց ինչ լավ է, չէ, որ մենք մեր արածի հետևանքները սենց պրակտիկ տեսնում ենք։ Դե հա, ինչ։ Դա երևի այն բացառիկ դեպքերից է, որ ասում եմ դու քո արածի հետևանքը կտեսնես, այս լրիվ մեզ է վերաբերում։ Մենք մեր արածների հետևանքը տեսնում ենք եւ վայելում ենք, անկախ նրանից դա ինչ-որ մարդկանց դուր է գալիս թե ոչ, եւ ես դարձյալ ու կրկին, ասում եմ, շատ բարձր տրամադրությամբ կասեմ, շատ լավ են անում։ Ողջույն Վահե։ Ողջույն։ Լավ ես։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, դու էլ ինչ անում ես, շատ լավ ես անում։ Երեք չեմ հասել։ Երեք բան անձրևանոց ունեի։ Տես կամաց դու ես խրատում։ Խելքի գալի, հա։ Չէ, ուղղակի նայում եմ եղանակին։ Ես չունեմ սովորություն նայել երբեք եղանակին, ինչքան էլ մենք արդի ժամանակաշրջանում ենք ապրում։ Ես այդ սովորությունը երբեք չեմ ունեցել, բացել հեռախոս նայել այսօր անձրև կա թե ոչ։ Բնական բանով եմ փորձում կողնորոշվել։ Ի բնե բնությունով է մեջս այդ արտնացած։ Այդ որն այն որ ասում են ականջը քորա գալիս անձրևը գալու։ Ուղղակի նայում եմ երկնքին։ Ուղղակի նայում եմ երկնքին ու փոշմանում որ տնից դուրս։ Ինձ թվում է մի քանի տարի հետո արդեն բան հոդերի ցավով եմ որոշելու անձրևա թե չէ։ Չէ, դա քեզ չի թվում, դա հաստատ։ Լավ։ Դու մենք ուտելու այսօր։ Այսօր տեղափոխվում ենք Սյունիքի խոհանոց եւ կոնկրետ Կապան։ Շատ հետաքրքիր մի ուտեստ, որը բաղադրիչների համադրությունն է այստեղ շատ հետաքրքիր, ուրեմն պատրաստելու են Կապանի շոգեխաշու, որպեսզի այս բառը շատ գեղեցիկ բառ է ի դեպ, բայց ժողովրդական հետաքրքիր տարբերակ կա, որ անվանում են, ուղղակի հայկական չի բառը, դրա համար չեմ ասում։ Լավ ասեմ, բուղլամա տարբերակը, որ ասում են բոլորը տեսել եք դրա մասին, հայերենով ավելի գեղեցիկ է հնչում շոգեխաշու, այսինքն գոլորշի արդյունքում եւ քիչ ջրով պատրաստվող կերակուր է սա եւ հետաքրքիր է նաեւ որ այստեղ եթե միսը մենք մի փոքր չխաշենք ուղղակի չի հասցնի դդումի հետ եփվել որովհետեւ դդումը գիտենք որ ավելի շուտ է եփվում քան միսը հետեւաբար մի փոքր միսը պետք է հասցնել խաշման process-ի եւ նոր դդումի հետ պատրաստել մնացած ընթացքը Այս դեպքում մենք մեզ անհրաժեշտ է երկու գլուխ սող համեմը մենք չենք եփելու, վերջում կտրատվում եւ ավելացում է վրան, որովհետեւ այս ճաշատեսակի սպეციფիկան հենց համեմի բույրն է վերջում։ Միսը պետք է մի փոքր տապակել սոխի հետ կարագով, կարմիր պղպեղով եւ դդումը այդպես ոչ շատ մանր կտրատել քառակուսիներով, ավելացնել այդ ամբողջին։ Շատ քիչ ջրով պետք է իրեն շոգե խաշել փակ բերանով, երբ որ արդեն դդումը կլինի պատրաստ եւ մսի հետ արդեն կհասկանանք, որ համադրելի տարբերակ է, վերջում մատուցելուց կարող ենք ավելացնել թթվային ջրեր, հա Հիմնականում տեղային բնույթին բնորոշ է ուրեմն բարբարիսը, նույն հայերենով կծոխուրը, նաև օգտագործում են սումախ տարբերակը, ուղղակի սումախը մի փոքր կարմրացնում է ճաշը, որտեղ ինքը ունի բնական գունանյութ, որը տալիս է այդ ամբողջությունը եւ ունի մի փոքր դառնահամ։ Պետք է չափաբաժինը ճիշտ օգտագործել, որպեսզի ճաշը չդառնանա։ Ու վերջում ավելացնելու եմ ես թթու լավաշ, որովհետև սա եւս մի տարբերակ է հետաքրքիր համադրություն ստանալու, այսինքն նորից ջրային հիմքով է ստացվում։ Այսպես եթե ներկայացնեմ, սա ջրային լավաշը, այսինքն իմպրովիզ է իմ կողմից, որովհետև թթվային հիմքով երեք ես ուղակի սալոր չգտա, որը թթու լիներ, քաղցր տարբերակներ կամ բարբարիս, հետեւաբար փոխարինեցի ես թթու լավաշով, բայց դասական տարբերակում ուղակի օգտագործում են բարբարիս։ Շատ հետաքրքիր ճաշատեսակ է, վերջում առանց ջրի տարբերակ է ստացվում եւ համեղ մատուցվում է։ Ես չի ուզում քեզ ընդհատել, որովհետեւ ես շատ եմ պատրաստել դա
շատ դուր է գալիս Թութունի եւ Մսի համադրությունը։ Եվ միշտ հենց այս նույն տարբերակով, իսկ կապանի հիմքով Չէ, ես չեմ բացել կապան, այսինքն կապանի տեղային ուտեստ է, այո։ Անուշիկը չի իմացել որ կապանցի է։ Չի կապանցի չէ։ Բայց քանի որ նախ դդում եմ շատ սիրում, ուղղակի սովորական եմ ասում խաշված միս, ոչ տապակած եղանակով, բայց ես չեմ էլ նայել, տես շատ թթու է թե չէ, սալորը միշտ ավելացրել եմ, սալորի ճիրը։ Ու վերջ, այս տարբերակով չէ, ուղղակի սալորի ճիր։ Նույն բանն եք պատրաստել։ Ընտիր ճաշատեսակ է ստացվում։ Հա, հիմա արդեն հաստատեցինք, որ դա կապանի ուտեստ է, այսինքն ազգային խոհանոց է եւ շատ հետաքրքիր համադրություն ունի, մատուցելուց էլ գունային հետաքրքիր գամմա է ունենում, այնպես որ էսթետիկ ու համեղ ճաշատեսակ է։ Դե որ համեղ ալենելու ես չեմ էլ կասկածում։ Դա չել քննարկում կապանից խոսեցինք։ Ես օրինակ երբ սերուցք են ավելացնում այդ կրեմ ապուրի դեպքում։ Հա, կրեմ ապուրի ես այդքան չեմ հավանում, որովհետև չեմ սիրում սերուցքի համառացարակ որևէ այդ տեսակ կրեմ ապուրների մեջ, սնկով ապուրի մեջ են շատ հաճախ էլի ավելացնում, ես հենց իր համն եմ սիրում։ Ուղղակի դա արվում է ավելի հարթ մասսա ստանալու համար։ Գիտեմ, ավելի քանձր, այո, եւ համային նրբություն ապահովելու համար, բայց կա նաեւ դրա ալյուրով տարբերակը, այսինքն նույնը պատրաստվում է մի փոքր ալյուրաջրով է այդ խտությունը ստացվում, ուղղակի դա էլ մի փոքր այլ համ է ստանում, որը շատերը չեն նախընտրում, զուտ ելնելով այդ օսլայի բույրը, որը որ կա։ Դե սերուցքային տարբերակն էլ այդ կաթնահամի զգացողությունն է, որը ոչ բոլորն են ընդունում։ Այո։ Ուզում ասել ես որ էլի անձրև ցուրտ, հետո հիշեցի որ չէ։ Չէ, այսօր լավ եղանակ է սպասվում։ Այսօր կարող ենք իջնել կասկած բոսնել։ Ջուրը քաշել է։ Չէ, բայց բանա, մի տեսակ տենց, չգիտեմ ինչեր են դուրս եկել, տենց ճանապարհներ վրա տեսել ես սև։ Դե մի բան դուրս կգա էլի։ Չգիտեմ այդ ինչ որտեղ շատ տեղերում տեսա։ Տենց էլ չհասկացա ինչեր։ Չեմ տեսել։ Ինչ որ միտեղ այդ որտեղ էր ես անցնում էի, լրիվ քանդվել էր, sense ավազեր, բաներ եկել այդ մայթեզրի այդ բաները պոկվել էին։ Ջուրը քանդում։ Հետո էլ ասում էին այն տղան մատով պոկում է կամ թաց է պոկում է։ Մի հատ ջուր եկավ այդ մայթեզրի բաները սաղ պոկվել էին ու այդ տակը տենց մեծ խոշոր ավազ կա, չէ՞, ինչ որ չգիտեմ, դե ամբողջը եկել էր արդեն առաջ։ Դե հա։ Ջուրը նման հատկություն ունի, քանդելով գնում է։ Եկեք հիմա էլի անենք, մեկա մի 5 օրից էլի անձրև է գալու։ Արագ տեմպերով կարելի է մայթեզրերը բան անել, վերակառուցել։ Հետո կգա մի 5 օրից անձրև եւ այդպես շարունակ ասում է եւ վաղն ամեն ինչ կսկսվի նորից։ Մենք այս տրամաբանությամբ ասում եմ շարունակենք, իհարկե երաժշտություն կլսենք նույն տրամաբանության մեջ, ինչպես միշտ անում ենք առավոտյան այս հատվածում։ Դուք կմիանաք սուրճով, այս ընթացքում կքննադատեք մեզ, որ մենք դրան անդրադառնում ենք, ոմանք կասեն ինչ կարևոր թեմայի են անդրադառնում եւ ասում եմ այսպես նույն բանը պարբերաբար կրկնելով ամեն օր կլինենք եթերում երաժշտություն։ Շարունակվում է կենտրոնի առավոտը հեռուստադիտողներ, փաստորեն աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ռադիոյի օրն է նշվում։ Ռադիոն ինձ համար են հետաքրքիր ժամանց ասեմ, որովհետև ես մեքենայի մեջ անընդհատ ռադիո եմ լսում։ Նախ ինձ համար շատ հաճելի է, երբ որ հաջորդ երաժշտությունը չգիտեմ ինչ է լինելու եւ անակնկալ մի հրաշալի ինչ-որ ստեղծագործություն ալինում։ Եվ երկրորդը ռադիոյով դու կարողանում ես շատ կարևոր սկսած լուրերից եւ մնացած բոլոր ինֆորմացիաները շատ ավելի հատկապես երբ մեքենայի մեջ շատ ժամանակ ենք անցկացնում։ Չնայած մեքենայի մեջ նաեւ հեռախոսի մեջ ենք, բայց ռադիոն ու հատկապես ռադիոյում աշխատող մարդու, որտեղ ինքը պիտի ձայնով կարողանա գրավել, միայն ձայնով գրավել, ունենալ ճիշտ այդ առումով կրթություն, որակ, ձայնի, խոսքի, դե ժամանակին ես շատ արտիստ, չասեմ լավ արտիստներ, հեռուստահաղորդավարներ կարող եմ ասել, որոնց սպանես ռադիոյից դուրս չեն գա, իրենք պաշտում են ու միշտ ասում են, որ դա լրիվ ուրիշ աշխարհ է, եւ որքան որ ես օրինակ ռադիոյում հարցազրույց եմ տվել, հետաքրքիր է, որ ձայնի տեմբրներն էլ այդ ռադիոյով փոխվում։
Չգիտեմ ինչով է պայմանավորված, գուցե այդ տարածքը որտեղ որ դու խոսում ես, ինքը ձայնամեկուսացված է իդեալական։ Երբեմն նաև ինքդ քեզ լսելու հնարավորությունից, որովհետև բնականաբար եւ երբ մենք հայտնվում ենք մի տարածքում, որը որ լավ խլեցված է, այսպես ասեմ, ձայնամեկուսացված է, այնտեղ դու եւ տեմբրն ես լավ զգում, եւ ձայնիդ ելևէջը, եւ դու կարողանում ես ձայնդ կառավարել, վերահսկել։ Դրա համար էլ մեծ հաճույք է միշտ ռադիոյում հարցազրույց տալը։ Եվ նաեւ ուղեղով հանգստանում ես դու նման տարածքներում, էս էլ է շատ կարեւոր։ Դու հանգստանում ես։ Հիմա տես մեր տաղավարում ինչքան կողմնակի ձայներ կա, դե բնականաբար լույսա, խոհանոցա, մենք ենք խոսում, չգիտեմ, այնտեղ կամերաներ եւ այլն, սա ձայներն միախ առնվում են, բայց ռադիոյում չկա այդ ամեն ինչը։ Ռադիոյում դու անգամ քո սրտի աշխատանքի այդ ձայնն ես լսում։ Դրա համար էլ շատ հետաքրքիր են ստացվում այդտեղ հարցազրույցները։ Կարելի է մտածել այնտեղ աշխատելու մասին, գիտես։ Ես 2 անգամ առաջարկ ստացել եմ, 1 անգամ փորձ ունեցել եմ, բայց անկեղծ ասած պայմանները հեչ լավը չէին դրա համար, ես չհամաձայնեցի։ Ինչ էր սենյակը դուր չէր գալիս։ Չէ, ֆինանսական առաջարկները։ Բայց համարյա չկար։ Ինձ թվում է լավ փորձառություն է իմ ջայլոց, հատկապես նոր հեռուստատեսությունում սկսող մարդկանց համար լավ փորձառություն է։ Հա, եթե մի քիչ աշխատավարձը նորմալ լինի, ժամերն մի քիչ հարմար լինեն, միանշանակ։ Հիշեցի Լարի Քինգի առաջին եթերը ռադիոյով, ոնց է խուճապի մատնվում, որովհետև չգիտեմ, հաղորդավարը ոնց որ թե հիվանդանում է, ինքն էլ միշտ համարձակություն չի ունենում, եթե ճիշտ եմ հիշում պատմությունը, ու իրեն ասում են, որ պիտի մտնես եթեր, ու հետաքրքիր է, դե ինքը նաև այդ պատմելով ինքը խոսքի կարևորության մասին էր խոսում, բայց ասում է հետաքրքիրն այն էր, որ ես երբ հասկացա, որ ես կմկմում եմ բարևից հետո ու ասպատնօրենը դուռը բացեց ու ասաց եթերում ես ինչ ես անում խոսիր, ասում ես գերադասեցի ազնվորեն ասել, որ ես հիմա շատ հուզված եմ, որովհետև առաջին անգամ է, որ եթերում եմ եւ հուսամ, որ դուք կօգնեք ինձ կողքեվորեք, որ ես կարողանամ հաղթահարել։ Չնայած հետո դե ինքը արդեն խոսքի մեծ վարպետ է եւ ինքը խոսում է թե ինչպես հաղթահարել, ինչպես ձևավորել, ինչպես ինքն է շատ գեղեցիկ ասում, բառեր, որոնք կլինեն մարգարիտներ, որովհետեւ ասում է անկախ նրանից դու շատ բառեր կարող ես իմանալ, բայց տվյալ կոնտեքստում պիտի կարողանաս արագ մտքով ընտրել այն բառը, որը շատ ավելի կարող է բնորոշել քո ասածի իմաստը, քան դրա օրինակ եւ վերջը դա մոնոլոգ է, որովհետեւ դու մենակ ես, քո հետ ոչ մեկ չի շփվում ու դու անդադար ինֆորմացիա ես տալի ու անդադար խոսում ես։ Դա միտքդ պետք է շատ ուժեղ աշխատի։ Մի խոսքով մենք կմտածենք ռադիոյում աշխատելու փորձի այսքան տարիներ ասում եմ ունենք փորձ, չեմ կարծում թե մեծ խնդիր լինի, ճիշտ հակառակը, մեծ բավականություն ու լավ փորձառություն կլինի, այսպես ասած, ֆիզիկական ճիշտ ամենօրյա ռիթմի մեջ դնել ձայնը։ Այնպես որ սպասում ենք լավ առաջարկները ես ու Անուշիկը։ Այո։ Ես իմիջիալոց միշտ ասում եմ ու հիանում եմ որոշ դպրոցների վրա, իմիջիալոց այդ դպրոցները տեսել եմ եւ Վրաստանում եւ Ռուսաստանում, թե ոնց են իրենք աշխատում խոսքի կրթման մշակման շուրջ, այդ այնպիսի խոսակցական ապարատի վարժանքներ են անում եւ հատկապես իմիջիալոց ռադիոյում աշխատող շատերը, որ երևի թե մեկին պատմես չի հավատա, որ այդ վարժանքները պետք է անել գեղեցիկ խոսք ունենալու համար, ոչ մեկ չի հավատա, որ դա կապ ունի մյուսի հետ։ Դա այնքան պարտադիր է։ Այո, ամբողջ մկանային համակարգը խոսակցական ապարատի, որը ծնոտն է, շուրթերն են, լեզուն է, դե էլ չասեմ, որ այդ ամեն ինչը լինում է շնչի եւ ճիշտ բնականաբար ձայնի վրա։ Սա մասնագիտական խոսակցություն է, բայց երևի թե մեր հեռուստադիտողները չեն պատկերացնում, թե առհասարակ ինչ է նշանակում առավոտյան վաղ արթնանալ եւ փորձել բերանային ապարատը բացել, որովհետեւ դու եթեր ես մտնելու, միտքնել, ձայնել, բայց կոնկրետ բերանային ապարատի դա բավականին բարդ բան է, որովհետեւ օրգանիզմդ մի տեսակ հեչ չի ուզում, բայց դու իրոց ստիպում ես։ Ես մեքենայի մեջ, եթե ինձ կողքից նայեն, ես կարծես թե հոգեկան հիվանդ է, ինչ որ տարօրինակ շարժումներ ու տարօրինակ ձայներ անում։ Դա շատ կարևոր է եւ առհասարակ իրականում նաեւ ձայնային վարժանքները օգնում են, որպեսզի ձայնը մնա երիտասարդ։
Հիմա բոլորը կասեն այդպիսի բան չկա, բայց երբ մենք հեռախոսով խոսում ենք, մենք կարողանում ենք, չէ՞, ձայնից մոտավորապես տարիքը գուշակել։ Այո, իհարկե։ Եվ իրականում կան վարժանքներ, կան իհարկե, ոնց եք դուք ձեր ֆիզիկական, հա, մկանները գնում, վարժեցնում եւ դա էլ է մկան։ Գեղեցիկ ատլետիկայով մարմին, ամբողջ խոսակցական ապարատը իմիջիալից բավական ուժեղ մկանային համակարգ է, ինձ թվում է ձեր մատը երբևէ ինքներդ կծած կաք, տեսել եք թե այդ ինչ ցավ է, այսինքն դրա ուժը պատկերացնում եք մոտավորապես։ Իրականում դա լավ հղկելը եւ ձայնի ամենօրյա վարժանքները կարող են օգնել, որպեսզի մարդը բավական էլի հասուն տարիքում ունենա այնուամենայնիվ երիտասարդ ձայն։ Բայց քանի որ մեզ մոտ այդքան էլ դեռ լավ չի ձևավորվում, ես դա երկու բառի մեջ եմ ամփոփել, խոսքի մշակույթ կամ խոսքի էսթետիկա, որովհետև մենք միայն դա պատկերացնում ենք առոգանությամբ արտասանելը, որը բացարձակ ոչ մի կապ չունի դրա հետ։ Դրանք ավելի շատ շունչի, մկանային այդ ապարատի մկանային համակարգի ակտիվության, լեզվի ճիշտ օգտագործման, ինչպես ասում են, հենց ուղղակի լեզվի, ոչ թե մայրենի լեզվի։ Եվ այլն եւ այլն։ Այս ամենը իրականում գոնե թե մասնագիտական դպրոցներում վստահ եմ, որ տիրապետում են եւ ել ավելի խորքային պիտի տիրապետեն, ել ավելի, որովհետեւ այն մարդը, որ հեռուստատեսությունում է ու ռադիոյում է, պիտի իսկապես հասկանա ինչի մասին է խոսքը։ Հատկապես ռադիոյում դե արդեն ասեցինք, որտեղ դու չկաս եւ ոչինչ քեզ չի կարող օգնել ավելի գրավիչ լինել, քան խոսքդ ու ձայնը։ Մենք շնորհավոր ենք բոլոր այն մարդկանց, ովքեր տարիների վեր իրենց նվիրել են ռադիոյում աշխատանքին եւ իսկապես շատ գնահատում են։ Այո, մենք ընկերներ ունենք, շնորհավոր ենք։ Այո, շատ։ Եվ իրականում ասել, որ անկախ զարգացումներից միևնույն է ինքը անբաժան մաս է մեր կյանքում։ Ինչ է զարգանում չգիտեմ, բայց մենք ինտերնետով շատ բան կարող ենք տեսնել, բայց մեքենայի մեջ ռադիո ընդունիչը, որտեղ կարող է լինել հետաքրքիր զրույց, ճիշտ երաժշտություն, այդ որևէ մեկը անտարբեր չի լինում դրան։ Տեսնենք տեսանյութը, որից հետո կշարունակենք։ Վահեն կազմ պատրաստ է, բայց շուտ է լցրել, Վահե։ Ինչու՞։ Չգիտեմ, շուտ է լցրել, որ սար չի։ Դե իրականում շատ տաք չի նախընտրվում ուտել սա, հետաբար միջին ջերմաստիճանի պետք է լինի, իսկ այդ ջերմաստիճանը հիմա ապահովված է։ Ընտիր։ Եվ կարող ենք գրել օրինակ այս հարցազրույցի տակ, ինչու էր Վահեն շուտ լցրել ճաշը։ Կարա լինի։ Օ, շոկ։ Արդյոք ներքաղաքական ճաշ էր դա։ Վերջում ստորակետ։ Քաղաքական։ Դե այս պատարագաղով պիտի ուտեք, թե գտալով։ Այո, պատարագաղով, որովհետև ջրային մասը այդտեղ գրեթե չկա։ Ես ինչպես ասացի, շոքե խաշու տարբերակն է եւ ունենք շատ հետաքրքիր տեսք, արտաքինը տեսեք հետաքրքիր ինչ-որ մատուցման ձև են որոշել թթուլավաշի այդ կտրատման տեխնիկայով, հա, եւ վերջում թարմ համեմ ենք ավելացրել վրան, այսինքն սոխարած է պատրաստվում կարմիր պղպեղով եւ սև պղպեղով, վրան ավելացնում ենք մի փոքր տավարի միս, որը տապակվում է կարագի մեջ եւ դդմի հետ տապակվում է կարագի մեջ։ Այո, շատ քիչ, որպեսզի տավարի միսը յուրահատուկ համ է ստանում, եթե մի փոքր կարագի մեջ տապակվում է։ Գնում է դեպի տհալի համի, հա, այսպես։ Եվ վրան ավելացնում ենք դդում ու իհարկե մի փոքր ջուր, մինչեւ շոքե խաշվում է դդումը պատրաստ է լինում, համեմ եւ վերջում էլ թթու որևիցե ճիր, այս դեպքում կոնկրետ թթու լավաշ եմ ես ավելացրել։ Շնորհակալ ենք, շատ համեղ է, շնորհակալ ենք քեզ Վահե, ինչպես միշտ ընտիր ես պատրաստում, շնորհակալ ենք մեր հեռուստադիտորին, շնորհակալ ենք մեր հյուրին, այսօրվա մեր առավոտը այսպեսին էր, լավ մնացեք։ Հայկական ֆիլմը հիշեցի, բայց չեմ ասի, շնորհակալ եմ ի համար։ Մենք կհանդիպենք վաղը, հաջողություն։ Ցտեսություն։